Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նահանդապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Խուրշուդյան։ Բարոյ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Առաջին հարցը վերաբերելու է Թրամփի ուղի կոչված այդ հատվածին, բայց տեսնենք, որ տեսանկյունից եմ ուզում դիտարկենք այն։ Ուզում եմ դիտարկենք Միացյալ Նահանգներ Չինաստան փոխհարաբերությունների լույսի ներքո եւ Միացյալ Նահանգներ Ռուսաստան փոխհարաբերությունների։ Վերջին լուրը, որը այսպես ցույց է տալիս Միացյալ Նահանգներ եւ Չինաստան փոխհարաբերությունները, այն լուրն է, որ Միացյալ Նահանգները Թրամփը որոշել է նոր турք սահմանել չինական ապրանքների, ներմուծվող ապրանքների վրա 100%-անոց турք մտցնել, սա այն եղածից բացի է։ Ոնց որ թե տեսնում ենք տնտեսական պատերազմ։ Ես ուզում եմ, որ մենք դիտարկենք, թե ինչպես Միացյալ Նահանգներ եւ Չինաստան փոխհարաբերությունները կարող են անդրադառնալ այդ Թրամփի ուղի կոչված մեր հատվածին, եթե հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգները Թրամփի ուղին համարում են կամ անվանում են միջին միջանցքի մի մաս, իսկ Չինաստանը նույն այդ ուղին, այդ ճանապարհը ճում է մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծի մի հատված։ Եվ այսպես որ հատվածում կարող է Չինաստանը եւ Միացյալ Նահանգները միասնաբար օգտագործեն այդ ճանապարհը, դեպքում է հնարավոր, որ իրար խոչընդոտեն եւ դժվար իրավիճակ ստեղծվի այդ ճանապարհը օգտագործելու հարցում։ Համեցեք։ Կոնկրետ մեր տարածաշրջանում տեսանելի է, որ Չինաստանը ավելի մեծ ազդեցություն ունի այդ հատվածի հյուսիսային մասում, այսինքն միջին միջանցքի կամ մեկ գոտի մեկ հյուսիսային հատվածում, այսինքն Վրաստանում, մասամբ Ադրբեջանում եւ զրո ազդեցություն Հայաստանում։ Հակառակը Հայաստանում այդ ազդեցությունը արդեն պայմանավորվածության համաձայն պետք է ունենա Միացյալ Նահանգները TRIP-ի միջոցով։ Հիմա այդ իմաստով Հայաստանի արժեքը մեծանում է, որը բոլոր կողմերի համար, նաև Չինաստանի համար է մեծանում, որ փորձի Հայաստանի հետ այնպիսի հարաբերություններ կարգավորի, որ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում այնպիսի խոչընդոտներ չինական բեռների հանդեպ չլինեն, որոնք կարող են բերել ինչ-որ լուրջ խնդիրների Չինաստանի համար, կամ նաև այսպես ձևակերպեմ, այնպիսի խոչընդոտներ չլինեն, որոնք միջազգային իրավունքի դեմ են։ Որովհետև հիմա նաև Չինաստանը մեղադրում է օրինակ Միացյալ Նահանգներին, որ միան կողմանի տարիֆներ է սահմանում առանց միջազգային կազմակերպությունների կարգավորումների համապատասխանեցնելու, հա, տվյալ դեպքում հիմնականում առևտրի համաշխարհային կազմակերպության մասն է խոսքը, եւ նույնիսկ մի քանի դատ ունի Չինաստանը Միացյալ Նահանգների դեմ առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Հիմա տեսեք, պարզ է, որ ամերիկյան բեռներ չեն հոսելու Չինաստանից Եվրոպա եւ Եվրոպայից Չինաստան, հա, եւ թվում է թե դեպքում ինչի է Ամերիկան այդքան շահագրգռված, որ այստեղ իր ներկայությունը այդպես մեծ լինի, պարզ է, որ հեգեմոն դերի պահպանության նկատառումներով եւ Չինաստանի զարգացումը զսպելու նպատակով, այսինքն նաեւ այդ հոսքերի որոշակի կառավարման նպատակով։ Եվ այդ իմաստով իհարկե դա մեր խնդիրը չի կոպիտ ասած, երբ որ խոշոր տերություններ են աշխարհի խոշորագույն երկու տերությունները իրար հետ հակամարտում են, մեր շահերը մենք պետք է տեսնենք որտեղ է այդտեղ, իսկ մեր շահերը նրանում են, որ Միացյալ Նահանգների ներկայությամբ բացառվի որևէ ռազմական ներխուժում Ադրբեջանի կողմից այդ տարածաշրջան, այսինքն ապահովագրեն մեր անվտանգությունը, հետո նոր մտածենք արդեն այլ տնտեսական շահույթների մասին։ Այն որ տնտեսական շահույթները լինելու են, դա ակնհայտ է, այսինքն այնպես չի, որ Միացյալ Նահանգները եկավ կանգնեց եւ ասաց վերջ, այստեղ չինական բեռներ չեն հոսելու, հա, բացառվում է այդպիսի բան։ Այդ առևտրաշրջանառություն լինելու է, ուղղակի որոշակի սահմանափակումներ կարող են լինել ու ասենք Հայաստանը եթե պետք է ստանար այդ տարանցման համար X գումար, կարող է ստանա X-10%, հա, շահույթ կամ X-20% շահույթ։ Հիմա մեր անվտանգություն արժի այդ -20% գինը թե չարժի, իհարկե արժի։ Որտեղ մեր ելեմ ասում գլխավոր նպատակը անվտանգությունն է, բայց նաև այդ լոգիստիկ շղթաների կենտրոնում հայտնվելը, որտեղ վերջիվերջո TRIP-ի շնորհիվ մենք ոչ միայն Չինաստանից եկող բեռների ճանապարհին ենք նստած դառնում, այլ նաև բացվում է հյուսիս-հարավը, այսինքն Հնդկաստանից եկող բեռները եւ Չինաստան, Հնդկաստան, երբ որ ասում ենք պայմանական ենք ասում, այդ ուղղություններն ենք ասում։ Չինաստանը որպես արևելք եւ Հնդկաստանը որպես հարավ-արևելք, որտեղ Հնդկաստանի շուրջ կան այլ երկրներ, որոնցից էլի ապրանքներ հոսում են դեպի Եվրոպա եւ լավ կլինի որ դրանք հոսեն Հայաստանի միջով, տվյալ դեպքում Հայաստան-Վրաստան սերծով ուղով,
Եվ Չինաստանի շուրջ էլ կան երկրներ, այդ եւ նաեւ ճանապարհին միջև Հայաստան հասնելը կենտրոնական Ասիայի երկրներն են, նախկին միջինասիական, հա, որոնք որ էլի լավ կլինի մեր մոտով հոսեն այդ հոսքերը եւ մենք այդ լոգիստիկ շղթաների վրա հայտնվելով նաեւ կարողանանք օգտվել այդ ապրանքաշրջանառությունից ոչ միայն տարանցման գումար ստանան, այլ այն ապրանքները, որը որ մեզ պետք են, ավելի էժան կարողանան գնել, որտեղ մի բան է, երբ որ դու մի 5-6 հատ ինչ որ հաստոց ես ներկրում Չինաստանից, եւ մի բան է, երբ որ քո ճանապարհով անցնում է հազարավոր այդ հաստոցներից, դու ընդամենը այդ մի քանիսը ձեռի հետ վերցնում ես, դա շատ ավելի էժան է քո վրա նստում լոգիստիկ ծախսերը։ Ընդամենը հաստոցի օրինակը բերեցի, բայց դա կարող է սննդամթերք կլինի, որ բերում է նաև ուրեմն մթերային անվտանգության, հա, ապրանքային անվտանգության, անդադ խոսում են ցորենի մասին, հա, մի ծաղրածու բան ունենք, Գյումրիում քաղաքապետ ունենք, որ ասում է սովից կմեռնենք Ռուսաստանը, որ հացը կտրի եւ այլն։ Հաց արտադրում են նույն Ղազախստանը, Ուկրաինան, բավականին լավ ծավալներով, լավ որակի։ Ընդ որում վաղամիսօր կարող է Ռուսաստանը այդ հացի արտադրությունն էլ չկարողանա ապահովել, որտեղ բենզինի խնդիր ունի, կոմբայնները աշխատացնելու խնդիր է ունենալու եւ արտադրության անկման խնդիր է ունենալու։ Ղազախական ցորենը, եթե այդ ամբողջ ուղիները Հայաստանով են անցնելու, շատ ավելի էժան լոգիստիկ ծախսերի տեսակետից, որտեղ հիմնական խնդիրը որն է, որ մենք Ուկրաինայից չենք գնում օրինակ կամ այլ տեղերից չենք գնում, որտեղ հեռու է, ավելի թանկ է նստում, Ռուսաստանից արդեն այդ ուղիները կան, ավելի էժան է եւ նաեւ ինչ որ զեղչեր են անում նաեւ ռուսները։ Հա, կօգտվենք միջև հնարավոր լինի, բայց եթե դա պայմանավորեն քաղաքական ճնշումներով Հայաստանի հանդեպ, բնականաբար ավելի ձեռատալի մի քանի կոպեկ ավել տանք Ղազախստանից առնենք, այլ ոչ թե այս ծաղրածուի ասած սովից սատկենք։ Այլ այդ ամբողջ ապրանքաշրջանառությունը ուրեմն կապահովի մեր նաև մթերային անվտանգությունը, ապրանքային մնացած բոլոր տիպի անվտանգություններ, հա, որտեվ ընդհանրապես եթե դու նստած ես այդպիսի հոսքերի վրա, արդեն որևէ մեկը շահագրգռված չի լինի եւ նույնիսկ նրանք ովքեր կուզենային պայթեցնել տարածաշրջանը արդեն զգուշ կլինեն այդ հարցում, որ հանկարծ նման բան չանեն։ Իսկ Միացյալ Նահանգները մտադիր չի պայթեցնել որևէ լոգիստիկ շղթա, ինքը ընդհանրապես ուզում է կառավարի, վերահսկի այդ շղթաները։ Պատահական չի, որ նույնիսկ եվրոպացիները մի թեթև այսպես խանդի զգացողություն ունեն, եթե ոչ բոլորը գոնե ինչ որ այդպես պաշտոնյաների մոտ ես դա զգացել եմ, դա հասկանալի, հա, իրենք կուզենային դա անեն, բայց կներեք իրենք չունեն այդ հզորությունը, որ դրա դիմաց մեզ տան այն անվտանգության ծավալը, որ կարողացավ տա եւ տալու է Միացյալ Նահանգները իր ներկայությամբ։ Եվրոպացիները արդեն այստեղ են եւ իրենց փայաբաժինը մեր անվտանգության ապահովման, շնորհակալ ենք իրենց, արել են եւ անում են, հա, դա եվրոպական դիտորդների մասն է խոսքը, բայց ռազմական հեգեմոն որպես աշխարհի Միացյալ Նահանգների ներկայությունը շատ ավելի ծանրակշիռ անվտանգային բարձիկ է մեզ տալիս, քան եվրոպացիների ներկայությունը։ Ինչը կարող է խափանել, ես տվյալ դեպքում նորից Միացյալ Նահանգներ Չինաստան տնտեսական պատերազմն եմ հակամարտությունն եմ դիտարկում, կարող է արդյոք այդ հակամարտությունը խափանել այդ ուղու գործարկումը ձեր կարծիքով։ Ուրեմն Չինաստան Միացյալ Նահանգներ հակամարտությունը չեմ կարծում, որ որոշակի սահմաններից անցնի։ Ամենասկզբից էլ Թրամփը հայտարարում էր 150% տարիֆների մասին եւ այլն, բայց դա նշանակում է փակել առևտուրը Չինաստանի հետ, որովհետեւ այդպիսի տարիֆներ որևէ արտադրող չի կարող հաղթահարել, ձեռ չի տա ուղղակի առևտուր անել նման տարիֆների պայմաններում։ Եթե հանգարց Չինաստանը դադարի ապրանք արտահանել Ամերիկայով, Ամերիկան դադարի ապրանք արտահանել Չինաստան, երկուսի տնտեսություններն էլ կոլապսի կընթարկվեն։ Երկուսինն էլ, ոչ թե մեկինը։ Այնպես որ այդ ռետորաբանությունից հետո միշտ գալիս են բանակցություններ եւ միշտ գալիս են շատ ավելի մեղմ պայմաններ։ Ես ավելին ձեզ հիշեցնեմ, Չինաստանը ավելի շատ նավթ է գնում Ռուսաստանից, բայց չգիտես ինչի առաջին հարվածը այդ նավթ գնելու պահով Հնդկաստանի գլխին իջեցրեց Թրամփին, չի, որովհետեւ Հնդկաստանի տարածաշրջանառությունը ավելի փոքր է եւ ավելի քիչ վնասներ կկրի Միացյալ Նահանգների տնտեսությունը, եթե հանգարց Հնդկաստան դադարի արտահանել։ Ուզում եմ ասեմ, այդ ռետորաբանությունը, այդ ստատուսները Twitter-յան միշտ պետք չի ընդունել որպես ծայրահեղ դեպքում ճիշտ եմ հասկանում, թե չէ, անգամ եթե դա կարելի է կոչել պատերազմ տնտեսական թաթերաբեմը այլ վայրերում է, ոչ անպայման հենց այստեղ Հայաստանի Սյունիքում։ Այո, միանշանակ։ Հիմա դիտարկենք Միացյալ Նահանգներ Ռուսաստան փոխհարաբերությունները, այս Թրամփի Նոբելյան մրցանակ չստացավ, այսպես ասած, չստանալու միակ ոնց որ թե մխիթարանքը այն էր, որ Թրամփը ասեց, տեսեք, շնորհակալություն Պուտինին, Պուտինը աջակցեց ինձ, Պուտինը
նա համարեց, որ լավ չեն արել, որ չեն տվել, ես արժանի, այսինքն Թրամփի համար, դե Պուտինն էլ ոնց որ գիտի Թրամփի կոպիտ ասենք թույլ տեղերը եւ այդպիսի հայտարարություններով հաճախ հանդես է գալիս, որը շոյում է Թրամփի ինքնասիրությունը ականջահաճո, ինչպես ասում ենք մենք։ Եվ այսպես ինչպիսին են Միացյալ Նահանգներ Ռուսաստան փոխհարաբերությունները եւ ինչպիսին կարող են իրենք լինել նորից Սյունիքի այս մեր հատվածում, որովհետեւ դե Ռուսաստանը չենք մոռանում, որ ուներ 9-րդ կետ նա էր հավակնում այնտեղ ամբողջ իր ուրեմն սահմանապահներով ներկա լինել եւ հիմա կարծես թե շատ զուսպ է գնահատում իրավիճակը կարծում եք արդյոք որ Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան կա համաձայնություն համագործակցելու այստեղ մի քիչ հեռվից կամ հիշում եք ռուս-ադրբեջանական հակամարտությունը որ սկսվեց այս լարվածությունը մտածում ենք որ կարող է ծայրահեղ քայլի գնա Ռուսաստանը անկախ նրանից որ թուլացած վիճակում է բայց այսպես Ադրբեջանի վրա ամեն դեպքում հանդգնի հարձակվի եւ կար այդ հավանականություն ասում ենք մի 5% 5-ից 10% հավանականություն կար նույնիսկ Ադրբեջանի փորձագետները Ալիևի մերձավոր ասում են որ այդպիսի հավանականություն կա բայց ժամանակը ցույց տվեց որ Պուտինը ավելի գնաց այսպես մեղմացնելու եւ հաշտվելու ճանապարհով եւ ըստ էության իսկ թքածը լզելու ճանապարհով չնայած այսօր բոլոր ռուսական ալիքները գոռում են որ տեսեք ինչ հաղթանակ տարավ Պուտինը տեսեք ոնց Ալիևը եկավ նրա մոտ եւ հակառակն են ասում տեսեք Ալիևը ոնց ներողություն խնդրեց բառացի նպատակին հա իհարկե Պուտինը բառացի ներողություն խնդրեց իր արածների համար բայց այստեղ ամենակարևորը դա չի ամենակարևորն է որ ինչի համար էր սկսվել այդ հակամարտությունը օթանավի համար հո չէր օթանավը իրենք խոցեցին որպեսզի Ալիևին պատժամիջոց որպես ցույց տան որ եթե չվերադառնաս մեր պայմանավորվածություններին ավելի վատ կլինի, հա, բայց հիմա սևեռվել են որ հա դե այդ էր խնդիրը, դե եթե այդ էր խնդիրը մի հատ ներողություն, հաջողություն, շնորհակալություն, հա։ Այսինքն Պուտինը հիմա շատ ավելի թույլ եւ Ռուսաստան շատ ավելի թույլ վիճակում է, քան մենք նույնիսկ կարող ենք մտածել, որ իրենք գիտակցում են դա։ Իրենք ոչ միայն թույլ վիճակում են, այլ նաեւ գիտակցում են դա։ Բարձ օրինակ ձեզ բերեմ 3 թե 3 4 օրը Ռուսաստանը հաստատեց իր պետական բյուջեն, որտեղ ռազմական ծախսերը մյուս տարվա 10 միլիարդի մոտավորապես կարգի պակաս են եղածից։ 10 միլիարդ դոլար, դուք պատկերացնում եք, դա ֆանտաստիկ թիվ է, հաշվի առնելով, որ իրենք գնալով ասում են հեսա կթեժացնենք, հեսա Եվրոպայի վրա, բան, այդպես արտահոսքեր են թողում, որ հեսա Եվրոպայի վրա հարձակվենք եւ դրա համար դրոններ են ուղարկում, որ տեսեք, եվրոպացիներ կարող են ձեր վրա հարձակվենք եւ 10 միլիարդ դոլար պակասեցնող պետությունը ոնց է ընդլայնելու իր ռազմական ուրեմն բաները հարձակումների աշխարհագրությունը ոչ միայն Եվրոպայի վրա նույնիսկ Ադրբեջանի վրա չհանդգնեց ինչ որ ռազմական էսկալացիա եւ այս պայմաններում տեսանելի է որ Պուտինը հիմա անդադ փորձում է Տրամփի հետ լեզու գտնել եւ Տրամփը ասում է տամագավկեր կտամ Մոսկվային ջարդուփշուր կանենք Պուտինը ասում է դե մենք մեր հակաօթային պաշտպանությունը կուժեղացնենք չի ասում է ոնց թե տամագավկեր ատոմային ռումբ բան առաջին չէր ասում չէ Մեդվեդևին գցում էր մեդան չէ ասում է դե մենք են մեր հակաօթային պաշտպանությունը կավելացնենք այնտեղ ասում է բանի Պրո համակարգերը գիտեք հակահրթիռային համակարգերի պայմանագիրը լրանում է եւ հիմա Պուտինեն առաջարկել են երկարաձգեն Տրամփը ասում է դե դեմ չեմ բայց հələ կմտածենք բան լրագրողը հարցնում է բայց եթե չեն հայ երկարաձգեն ինչ կանենք դասում մենք պատրաստ ենք եթե չերկարաձգեն մենք էլ բան կանենք կզարգացնենք մեր բաները հակահրթիռային համակարգերը բան ասում է մենք տեղեկություն ունենք որ միջուկային զենք են ուզում փորձարկել ամերիկացիները ու չի ասում ամերիկացիները բայց բարձր ամերիկացիների մասն է խոսքը եւ իսկ ինչի են ուզում փորձարկեն ամերիկացիները որովհետեւ տասնյակ տարիներ չի փորձարկվել եւ այդ պետք է հասկանալ այն ուրանը այն ռումբերը որ կա բունկերներում դրանք գործածելի են դեռ թե ոչ փորձարկման իմաստը է դա այսինքն մեկը հանում են պայթացնում են կամ կրակում են միտեղ ասենք անապատում տեսնում են հա աշխատեց ուրեմն վերջ ուրեմն բոլորն էլ աշխատում են Ռուսաստանը դրա կարիք ունի հասկանալու համար որ պատերազմ եղավ իր արսենալ աշխատելու է թե չէ բայց կա պայմանագիր որ հրաժարվում են փորձարկումներից Պուտինը ասում է դե եթե իրենք փորձարկեն մենք էլ կփորձարկենք այսինքն ինքը ռեակտիվ արձագանքողի դերում է հայտնվել ինքը պաշտպանվողի շատ դեպքերում համակերպվողի դերում է հայտնվել որովհետև ինքը հասկանում է որ սիրաշահողի հա այո իրեն ասում են հարցնում է լրագրողը հարցնում է
ձեր արտգործ փոխնախարարը ասում է, որ վերջ արդեն այդ Ալյասկայի հանդիպումը իր պոտենցիալը սպառել է եւ այլն, ինքը չի ասում, հա դե ես եմ ասել, որ ասի վերջ առանց իմ համաձայնության տենց բան կյանքում չէր հայտարարի, բայց ինքը փորձում է այդ պատասխան չտա լղոզել։ Լղոզում է, ասում է դե հələ քննարկենք, տեսնենք եւ այլն։ Այսինքն ինքը շատ լավ հասկանում է որտեղ է Ռուսաստանը։ Եվ ինքը շատ լավ հասկանում է Ուկրաինան ինչ տեմպերում է ոչնչացնում իր նավթավերամշակման կոմբինատների հերիքին էներգետիկ համակարգը ընդհանրապես։ Ինքը արդեն բենզին է ներկրում Չինաստանից եւ այլ երկրներից, բենզին արտահանող երկիր սկսել է բենզին ներկրել եւ վաղմիսօր կներեք, դա էլ չի կարողանալու անի, որովհետեւ Ամերիկան այդ սանկցիաները, բացի այն ինչ որ հրճակումը, բայց ինքը կոնկրետ սանկցիաներ է մտցրել այն նավթավերամշակման գործարանների դեմ Չինաստանի, որը Ռուսաստանից նավթ է գնում եւ նաեւ այն գործարանների ցանկում են այն գործարաններ, որոնք օգնություն են տրամադրում Ռուսաստանին, այդ թվում ռազմական կոմպոնենտներ, եւ վաղը կարող է սանկցիաներ մտցնի բենզին վաճառողների վրա Ռուսաստանին, եւ ինչ պետք է անի Ռուսաստանը այդ դեպքում, ասենք ում է ինչով սպառնալու, ում է ցորեն Գյումրիա ցորեն վաճառելու, որ գյումրեցի այդ ծաղրածուն չսատկիսովից։ Հասկանում եք, այս վիճակը բոլորի համար այնքան ակնհայտ է, բացի մեր 5-րդ շարասյունից Հայաստանում, որ ասենց կարճած մնացել է Ռուսաստանի ոտքերից եւ նաեւ հսկայական վնաս հասցնելով նաեւ մեր պետականությանը, ինչ է ուզում այդ պահով ասել։ Տեսեք, մի քանի նարատիվ կա, որը որ մենք ինքներս քննադատում ենք, գիտեք, Փաշինյանին, որ գուցե այդ աշճանի զիջումներ կարելի է չանել եւ նույն բանին հասնել։ Բայց մյուս կողմից օրինակ, այդ աշճանի զիջումն օրինակ Արցախի ժողովրդի հետ գնալու այդ բանից, իսկ դա ինչի ներքո համաձայնվեց Փաշինյանը հրաժարվել, որտեղ Ալիևը ասում էր, դու հենց որ ես հիշատակես այդ 150 հազարի վերադարձի իրավունքը, ես էլ կհիշատակեմ 300 հազար, մի հատ թիվ են, չէ՞, հնարել 300 հազար, ու ընդ որում հատուկ ասում են Սյունիք։ Հետո այդ Սյունիքը տալու է, այդ նարատիվ անընդհատ այնքան կրկնեցին, այդ 5-րդ շարասյունը, հա, այդ ռսաճորտերը Հայաստանում նստած, Ռոբերտ Քոչյանի գլխավորած եւ մնացած այդ պսևդո ընդդիմադիրների, որտեղ դրանք քրեաօլիգարխային ընդդիմություն չեն, քաղաքական ուժ չեն, հա։ Այնքան բանացի, որ հիմա փաստորեն որ ոչ մի Սյունիք էլ ոչ մեկ չի տալիս, դա մեծ պլյուս է արդեն գրանցվում իշխանությունների համար։ Եվ իշխանությունը փաստորեն ոչ թե նպատակ է դրել ավելի լուրջ ինչ-որ խնդիրներ, այլ այն ինչ որ չկա, այն վտանգ, այդպեսի վտանգ չի եղել, Ադրբեջանը կյանքում չէր կարողանալու եւ չէր պատրաստվում Սյունիքի վրա հարձակվել, Սյունիք գրավել։ Հա, այսինքն կար Մեղրի այդ ճանապարհը, որ ինքը անվանում է Զանգեզուրի միջանցք գրավելու վտանգ, որի մասին կար նաեւ արտահոս, դրա մասին խոսել ենք։ Բայց փոխանակ այդպես ասեն, որ այդ վտանգը կա եւ բոլոր հաշվարկները դրա վրա կառուցեն եւ փորձեն օգնել նաեւ պետությանը խորհուրդներով, ճիշտ քաղաքականությամբ, համագործակցաբար, ոնց անել որ դա կանխել, իրանք այնպես մի հատ կեղծ վախեր են գեներացնում հասարակության մեջ։ Հեսա Սյունիքը տալիս է, հիմա նույնիսկ ասում են տվել է արդեն։ Արդեն տվել է, Սյունիքը տվել է, միջանցքը տվել է, ամեն ինչ տվել է։ Որ Փաշինյան ընտրություններից առաջ, որ ասի, ինչ եմ, դա հիմա ցույց տվեք, ինչ եմ տվել։ Ոչ մի բան է տված չի, իր համար մի հատ մեծ պլյուս կլինի։ Համ իրանք են վնաս տալիս, իրենց տգետ, տխմար քաղաքականությամբ, այդ նարատիվներով։ Համ պետությանն են վնաս տալի, որտեղ այդ վախերը երբ որ գեներացնում են հասարակության համար, իշխանություններն էլ է շատ դեպքում տուրք տալիս այդ վախերին եւ այդ վախերը կանխելու եւ չեզոքացնելու համար գնում զիջումների, որ ավելի երաշխավորված լինի այդպիսի բաներ չտալը։ Նույն այդ 300 հազարի դեպքում, եթե բարձ քննարկում սկսեն, դիսկուրսը ծավալվել հետեւյալի շուրջ, մի հատ այն ինչ որ մենք ենք առաջարկում։ Ոչ թե որ, հա, այսա Փաշինյանը 300 հազար ադրբեջանցի է բերելու լուծնի Սյունիք եւ Հայաստան, այլ պարզ քննարկենք, ասենք, եկեք մի հատ միջազգային, եթե Ալիև ասում է 300 հազար պիտի բերես, մենք էլ ասում ենք 150 հազար պլյուս 350 հազար էլ Բաքվից ու Գայթից մյուս տեղից փախստականները, եկեք մի հատ միջազգային բան ստեղծենք, երկուսս էլ պահանջում ենք, չէ՞ որ վերադարձի իրավունք փախստականների։ Միջազգային հովանու ներքո կա ՄԱԿ-ի միջազգային բանը փախստականների գծով հանձնակատար, որը ի դեպ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն պետք է Ստեփանակերտում նստեր եւ ապահովեր փախստականների վերադարձը, ընդ որում երկկողմ եւ հայերի եւ ադրբեջանցիների Արցախի տարբեր տեղեր։ Այդ հանձնակատարի ներքո, ՄԱԿ-ի ներքո, ԵԱԿ-ի ներքո, չգիտեմ ինչի անուն ուզում եք դրեք, բայց միջազգային փորձագետների ներկայությամբ մի հատ դնենք հաշվենք, քանի հոգի է ադրբեջանցիներից ռեալ կորցրել իրենց տները եւ իրավունք ունի վերադառնալու, իսկ դա 1%-ն էլ չի կազմում այդ իրենց փախստականների, որտեղ փախստական չեն դրանք։ Եթե դու տներդ փոխանակել ես հայերի հետ գնացել ես
ասենք գնացել ես նստել ես Բաքվի կենտրոնում քո ինչ որ խուլ գյուղում ինչ որ տուն ես փոխանակել Բաքվի կենտրոնի տան հետ դու ինչ փախստական կամ եթե դու գումար ես ստացել քո տան դիմաց կառավարությունից Հայաստանի ԽՍՀՄ փոխհատուցում ես ստացել դու ինչ փախստական կամ վերջի վաճառել ես տունդ գնացել ես ինչ փախստական Այ դա այդ դիսկուրսը ծավալելու փոխարեն չէ այդ վախերը անպայման գեներացնեն կարճ մտածող էլի կարճամիտ առանց հասկանալու որ Փաշինյանին չեք է վնաս տալի Հայաստանի Հանրապետությանն եք վնաս տալիս նաև մղելով իշխանություններին ավելի զիջող լինել որպեսզի ավելի երաշխավորված լինի այն ինչ որ իրենք ուզում են ստանալ այսինքն խաղաղությունը երաշխավորված եւ նաև Միացյալ Նահանգների ներկայությունը այն ինչ որ ստացան բարեբախտաբար բայց շատ ավելի մեծ զիջումների գնացին ձեր պատճառով նաև ձեր այդ տարածած նարատիվների պատճառով քանց կարելի էր գնալ այդ զիջումները նույն այդ թեմային է վերաբերում իմ հարցերս այդ Սյունիքը տվեց Սյունիքի Սյունիքում ինչ Սյունիքի այդ ճանապարհի ճակատագիրը, երբ որ ես հարցրեցի այս վերջին իմ հարցս Միացյալ Նահանգներ Ռուսաստան համագործակցելու են այդ Թրամփի ուղու շրջանակներում, ինչ որ համաձայնության են գալիս, ինչ որ սկսել է լուր է Ռուսաստանը, ինչ որ շատ զուսպ է Ռուսաստանը արձագանքում այդ Թրամփի ուղու հետ կապված։ Տրամաբանությունը հետևյալն է, հարցը, որը բարձրանում է եւ քննարկվում է հանրության կողմից, այո, այդ տրամաբանության մեջ, որ դուք նշեցիք, Սյունիքը տրվել են, Սյունիքը կորցրել են, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը եկել են պայմանավորվածության, Ռուսաստանը ինչ որ ձևով ներկայացված է լինելու այնտեղ երկաթգծերի տեսքով, թե ինչ որ այլ ձևով, եւ անցնելու է ինչ որ մի ժամանակահատված եւ Ռուսաստանը ունենալով շատ սերտ կապեր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչ որ ձևով արդեն իրենք են կարողանալու էլի նորից հարցը տեղափոխել այդ դաշտ։ Տեսեք, նույնիսկ այդ մեր 5-րդ շարասյան գլխավոր կարկառուն առաջնորդներից մեկը, հա, Քոչարյանը, երբ որ երկու օր առաջ հարցազրույց էր տալիս, ինչ ասում, ուրեմն այս մեղրի հատվածը իդեպ անընդհատ միջանցք բառն է կրկնում, անընդհատ մեկ Ալիևն ասում միջանց, մեկ էլ Քոչարյանը, մեկ էլ իրանց կողմնակիցները, հա։ Հայաստանի թշնամիները, ելով պիտի ճանապարհ բառը, որ ամենտեղ ճանապարհ է գրած բոլոր պայմանագրերում, ասում դե մենք չենք հավատում Փաշինյանին։ Չնայած չես հավատում Տրամպին չես հավատում Փաշինյանին չես հավատում Ալիևին ոչ մեկին չես հավատում որ այդպես փաստաթղթեր են ստորակ ում ես հավատում ինչի ես հավատում Պուտինին դե ասա տենանք ինչ ասում Պուտինը ասում որ ի՞նչ է դա ասում իրանցիները ո՞նց կհամակերպեն իրանց սահմանների միակ տեղը որտեղ որ ամերիկացիներ են լինելու այդ միջանցքներն ինչ ամերիկացի առևտրականներ զորքա բերում ամերիկան այդտեղ Տելնելա բիզնես շահեր ներկայացնող կոնսորցիում հայ-ամերիկյան, դա էլ է մանիպուլյացիա, ամերիկացիներին են տալիս եւ այլն։ Չի ասում հայ-ամերիկյան կոնսորցիում ալնելու, որտեղ Հայաստանը անկախ նրանից քանի տոկոս է լինել ունենալու 49 թե 51%, բայց ըստ պայմանավորվածության վետո իրավունք ունենալ, այսինքն ամեն ինչ որոշվելու է կոնսենսուսով միասնաբար ամերիկացիների հայերի այդ կոնսորցիումի շրջանակներում։ Եվ շահույթներն է ստանելու, որ ասում մենք ընդհանրապես այդ մի բան ունենք, դա էլ տվեցին ամերիկացիներին, որ ամերիկացիները շահույթ ստանան։ Էլի եմ ասում, ախր ոնց կարելի է այդքան սեփական ժողովրդի էշի տեղ դրածներ, չնայած իրանք անդադ ասում են, չէ՞, դե խորապես անասուն, ժեղ, բան, իրանք ու իրանք կողմնակիցներ չեն ասում հայ ժողովրդին։ Որ մտածես, որ մարդիկ քեզ հավատալու են, վաղմիսոտ չի բարձվելու ավելի մանրամասն, երբ որ վերջնական փաստաթղթերը ստորագրվի, որ այդ շահույթները Հայաստանն էլ է ստանում առանց ներդրում անելու։ Ընդ որում այդ խոսքը մենակ այդ 140 միլիոնի ներդրումը չէ, դա առաջին տրանշն է։ Որ ասում է դե մենք մեր հաշվարկներով երկաթգիծը մի 150 միլիոն պետք է նստի, ես ինչքան։ Բա այն մնացածը, գազատար նավթատար ով պետք է կառուցի։ Էլի ինչ փողերով ես կառուցելու այդ բանով, կառավարության պաուստային ֆոնդով, որ հսկայական ExxonMobil-ը ներգրավում, որ միլիարդավոր բանի դոլարների ծախս պետք է արվի, մենակ այդ կտորը չի այդ անտերը։ Բանից Կասպից ծովից միջերկրական ծով կամ միջև Սև ծով պետք է կամ միջև Եվրոպա ցամաքային նայած ինչ բանով կանեն որոշումը կկայացվի նավթատարեր գազատարեր պետք է կառուցվի որի վրա մենք նստելու ենք ու օգտվելու ենք դրանից եւ դա ամենաառանցքայինն է որ եթե մենք մեր փողերով պետք է Ադրբեջանի հետ պայմանավորվենք Ադրբեջանը կյանքում չէր համաձայնվի դե ամերիկացիները իրանց շահերով պետք է գային այո իրանց շահույթն է պետք է ունենային միայն այդ դեպքում այդ ամեն ինչը տեղի կունենար Այդքան պրիմիտիվ, լավ կամ ինքը իրոք չի հասկանում, չնայած ես հավատում եմ, որ կարող է չի հասկանում, ոնց որ կառավարել է 10 տարի եւ հասցրեց այս վիճակին երկիրը, մեկ ինքը, մեկ էլ իր այն բանը, զույգը Սերժ Սարգսյանը, չեմ զարմանում, որ չեն էլ հասկանում այդ ամեն ինչը, տարական, քաղաքագիտական, աշխարհաքաղաքական էլեմենտները չեն հասկանում։
որտեղ իրանց ռազմարյատկան ինչ որ գալիս է Մոսկվայից, իրանք այդ են մենակ կարդում, թուրքակի նման կրկնում։ Դե հարցերն էր, որ Միացյալ Նահանգների հետ հետո եւ այստեղ Ռուսաստանի հետ կամ Միացյալ Նահանգների հետ Թուրքիան, քանի որ սա թուրքական ծրագիր էր, Ադրբեջանը այստեղ հիմնական դերակատար չի, այդպես է ներկայացվում, Թուրքիան լեզու կգտնի եւ Միացյալ Նահանգների հետ եւ Ռուսաստանի հետ հետագայում փոխանակելու այդ ճանապարհը կամ վերցնելու կամ հակահայկական տրամադրություններ սեղմանելու, ասելու ավելի լավ է տեսեք իմ ձեռքը լինի, ես մի դեպքում ՆԱՏՕ-ի անդամ եմ, մյուս դեպքում այդ Միացյալ Նահանգների հետ, մյուս դեպքում Ռուսաստանին համոզի, տեսեք Ալիևը եւ Պուտինը նորից գրկախառնվում են, էլի հակահայկական ավելի լավ է իմ ձեռքում լինի, դու ավելի վստահելի կլինես, Ռուսաստանին ասում են գնում է Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգներին կամ Արևմուտք է գնում, Միացյալ Նահանգներին ասում են տես Ռուսաստան է գնում։ Պատահական չէ էլի, որ Կիկոսի մահայքյաթը Հայաստանում է ծնվել։ Ուրիշ ոչ մի պետության երկրի ժողովրդի մոտ այդպիսի յուրահատուկ բան չկա։ Դե ես ասում եմ այն ինչ քննարկվում է։ Ես հասկանում եմ, այո, Քոչարյանը նստած Կիկոսի մահ էր պատմում նաև այնտեղ։ Եվ այդ մնացածը բոլորը ասում են հեսա Թուրքիան էս կանի են կանի։ Մի րոպե, ուրեմն ամերիկացիները հազիվ հաջողացել են, եկել են, նստել են այդ ճանապարհի վրա, ու հիմա այնտեղ Չինաստանը մազերը պիտում է ոնց թե ամերիկացիները մեր մեկ գոտի մեկ ուղու վրա են նստել, եվրոպացիներն այնտեղ խանդի տեսաններ են սարքում, հանգարց պիտի Ամերիկան վերցնի ասի, ահ, Թուրքիա ջան, էս քեզ։ Որպես ինչ։ Որպես ինչ, մենակ թե նրա պատճառով, որ դուք վախերեք ներմուծել հայ ժողովրդի մեջ, որ ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակ հնարավոր չի, որովհետև Թուրքիան ամեն ինչ մեկը վերցնելու է, մեկը գալու է ձեզ ոչնչացնի կոտորի։ Վազեք շուտ ռուսների սապոգից կախվեք, քանի Թուրքիա չեն եկել։ Այդ տրամաբանության մեջ մենակ կարա դա տեղավորվի։ Հաջորդ թեմային կուզենայի անդրադառնալ, ինֆորմացիա եղավ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը ոչ միայն չի քննարկվի, ոչ միայն լիագումար նիստում ազգային ժողովի, այլև փակ քննարկում չի լինի, այլ այն պարզապես տեղափոխվելու է ինչ-որ բաժին ազգային ժողովում, որը դա կարճ ասած տեղափոխվելու է արխիվ եւ փակ է լինելու ուրեմն հանրության համար այդ զեկույցը անգամ նշվում է, որ ոչ բոլոր դա խույժ գաղտնի փաստաթղթեր են իրենցից ներկայացնելու եւ այդ արխիվից կարողանալու են օգտվել պատգամավորները, այն էլ միայն այն պատգամավորները, որոնք ունեն խույժ գաղտնի տեղեկություններին դեպի ուրեմն մուտք։ Ինչու ձեր կարծիքով հանրությունը այդպես էլ չհասկացավ, ենթադրում է, որ ինչ որ այլ պատճառներ կան, քան այդ պաշտոնական բացատրություն։ Որովհետև եթե մինչև սեպտեմբեր կար դեռ ներքին քննարկում, որ գուցե արտահերթ ընտրություններ անվի եւ այդ շրջանակներում կարևոր էր նաեւ այդ զեկույցի բացահայտումը, քանի որ որոշվեց, որ արտահերթ չի լինելու եւ լինելու է հերթական, այսինքն մյուս տարվա հունիսին, ես իմ կարծիքով այդ զեկույցը կհրապարակվի ընտրություններին մոտ։ Գիտեք, հայ ժողովուրդը, ընդհանրապես կարծում եմ շատ ժողովուրդներ, ոչ միայն հայ ժողովուրդը, այսպես նորմալությանը համակերպելու բան ունի, այսպես հակում ունի, որը բերում է նրան, որ այդ պահին ինչ որ կա ակտուալ է, բայց մի քանի ամիս հետո ինքը մոռանում է դա, որտեղ նորմալությունը փոխվում է, հա, տվյալ օրվա պահանջմունքին համապատասխան։ Հիմա օրինակ, չգիտես ինչի ոչ մեկ չի հիշում, արդեն շատերը մոռացել են, մեծ մասի համար արդեն դա էական չի, թե ինչ էր կատարում Հայաստանում միջև հեղափոխությունը։ Աղետ էր ուղղակի անարդարության, կոռուպցիայի, թալանի, պետության թուլացման, յուրացման, գողության, այդ ամեն ինչը բոլորս գիտենք եւ դրա համար էլ ոտքի կանգնենք, պայքարեցինք, հաղթահարեցինք եւ շպրտեցինք դուրս, չէ՞, նախկիններին։ Բայց հիմա տեսեք, կամած, կաթիլ, բերեցին, հասրեցին նրան, որ այսօր արդեն նախկին, որ ասում ես նախկինների պատասխանատվությունը, շատերի մոտ բան առաջում, սկսեցիք, այդ նախկիններն են, ամեն ինչ մեղավոր է, էս եղավ։ Այո, նախկիններն են հիմնական մեղավորները, կարճ հիշողություն ունեցողներ, մոռացակ երևի։ Եվ այդ մոռանալու բանն էլ վերաբերում է նաև այս կարգի բաները, այսինքն եթե այսօր հրապարակվի այն ինչ որ տեղի ունեցել, իսկ այդտեղ ակնհայտ երևալու է թե նախկինների դերակատարությունը իրենց թալանով, իրենց իդիոտ կադրեր նշանակելով, հա, խնամի ծանոթ բարեկամով, որ նշանակել են տարբեր ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների
գեներալների փոխանցում ունեցել ենք շատ դեպքերում դեգեներալների եւ այլն, եւ մյուս կողմից ռուսական ազդեցությունները եւ այլ, այդ ամեն ինչը այսօր է բացահայտվելու, բայց կներեք 6-7 ամիս հետո 1000 ու մի ուրիշ ջրեր է հոսելու եւ այս ամեն ինչը մոռացվելու է։ Եվ եթե ես լինեի իշխանության փոխարեն, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, եմ որ ասում հերոին զանից, ոչ մեկին չեմ ցանկանա իր տեղը լինել, բայց ամենադեպս ես հաստատ կուզենայի, որ այդ բանը հրապարակվի ընտրություններին մոտ, որպես զենք, նախընտրական զենք, բացահայտող հանգամանքներ են բացահայտվել, այսպես ասած։ Եթե իշխանություններին ձեռնտու է նախկիններին, ինչպես դուք ասում եք, բացահայտել, դա ավելի մոտ ընտրություններին կարվի։ Իսկ եթե իշխանությունների սխալ գործելու հետևանքով այս կամ այն արդյունքը բացառում եմ, որ իշխանությունները եթե իրոք մեղսակից լինեին ինչ որ լուրջ բաներում եւ ինչ որ իրենց լուրջ սխալներ այնտեղ եղած լինեին, այդպիսի հանձնաժողով ձևավորելու ընդհանրապես նպատակ ունենային։ Դե ձևավորեցին, բացեցին, բացահայտեցին, ձևավորեն մեկ եւ անդիմությունն էլ այդպիսի հնարավորությունից ինքն իրեն կզրկեր եւ չեր գնա չեր մասնակցի այդ ամեն ինչը։ Այսինքն, եթե այնտեղ գոնե մի բան կարողանային իրենք կորզել իշխանության դեմ, իրենք կգնային խոշորացույցով բոլոր այդ գործերը կուսումնասիրեն, հələ ինչ որ տեղերում իրանք կխթանեն, կասեն, չէ, այս մեկին է հրավիրեք, մի հատ հարց ու փորձ անենք, այս մեկին էլ արձակնենք եւ այլն։ Բայց իրենք լավ գիտեն այնտեղ ինչա կատարվել, որովհետեւ իրենց նաեւ մեղսակցություններ եւ իրենց կրեմլյան տերերի Եվ այդ ամեն ինչը այո, պետք է ընտրություններից առաջ մի հատ թարմացվի մեր հայ ժողովրդի հիշողությունը, որ բոլորն էլ եւս մեկ անգամ տեսնեն ով է եղել պատասխանատու մեր պարտության, որտեղ այդ պարտությունը մեր վզին փաթաթվել է։ Մեր գլխին ջարդվել է այդ պարտությունը։ Ռուս-ադրբեջանա-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում։ Այդ ռուս-թուրքական վանդակը, որտեղ հիմնական դերակատարումը նաեւ Ադրբեջանի ձեռքերում էր։ Շնորհակալություն Փաշինյան-Պուտին տնտեսական ցուցանիշների հարցում կար թվերի անհամապատասխանություն Հայաստանում ոմանք ոչ միայն Հայաստանում Սպուտնիկ Արմենիան անգամ որը ռուսաստանյան ռեսուրս է մեղադրում էր եւ այսպես քմծի ծախով որ Պուտինը ավելի լավ գիտի հայաստանյան ցուցանիշները քան Նիկոլ Փաշինյանը ինչ գիտեք դուք այդ մասին Սպուտնիկ Արմենիան ընդհանրապես մանիպուլյատորներից մեկն է, բա որ ասում ենք այդ մանիպուլյատորներին, հիբրիդային պատերազմի մասնակիցներին փակեք, դուրս շպրտեք, ոնց որ Ադրբեջանը արեց։ Ադրբեջանի դիրքերը ինչի են այդքան կայուն ու պինդ այդ առումով, որովհետև թույլ չի տալի ռուսական այդ կարգի ազդեցություններ։ Ինչ է նշանակում բացահայտ մանիպուլյացիա անես։ Պուտինը ասում է անցած տարի հերիք չի, ասում է չէ, ավելին էին, ասում է այս տարի ավելի շատ են լինելու։ Այդ մի կողմ են դնում, որ Պուտինը այդպիսի բան ասել, հա, բարձա չէ, մեր որ լսողները չգիտեն ինչի մասն է խոսքը, որ Փաշինյանն ու Պուտինը այդ քննարկում են, ասում է Փաշինյանը այս տարի 4 միլիարդ է եղել, Պուտինը ասում է չէ, ավելի, այս տարին հələ չի էլ լրացը, չէ, այս տարի նկատի ունի այն հայտնի թվերը։ Հայտնի թվերն մինչև օգոստոսն է հրապարակված, պաշտոնական թվերը 4.5 միլիարդ է։ Հա, լավ, ասենք թե այդ պահով Պուտինը գիտեր, որ 4 չի 4.5 է, ու դրա համար ասեց ավել է։ Հենց այդ է։ Ինքը հետո ասում է, Փաշինյանը ասում է անցած տարի էլ 9 միլիարդ է եղել, Պուտինը ասում է, չէ, ինչ 9 միլիարդ, ավելի է եղել։ Հիմա եթե վերցնում ենք, որ նույն շրջանի մասին է խոսքը, այսինքն մինչև օգոստոս այս տարվա, որ 4.5 է եղել, եւ մինչև օգոստոս անցած տարվա, որի հետ համադրելի է եւ համեմատելի է, չի կարա 8 ամսվա տվյալը համեմատվի 12 ամսվա տվյալի հետ։ Այդ դեպքում Փաշինյանը ընդհանրապես կես միլիարդի սխալ մունք է թույլ տվել, ասենք 4-ի կեսի փոխարեն կլոր ասելը 4 ասել, այն դեպքում էլ 12 ամսվա ընթացքում 12 միլիարդ է եղել 9 միլիարդ ասել, որը որ այդ շրջանի միջև օգոստոսի ցուցանիշն է, ասենք, բայց հարցը այդ չի։ Պուտինը ուրիշ բան էր ասում։ Ասում է այս տարի ավելի է լինելու։ Ասում է հերիք չի, ասում է քիչ ես ասում, ասում է ավելի է լինելու այս տարի։ Որտեղից ավելի է, կիսով չափ կրճատվել արդեն։ Որտեղ չի տիրապետում Պուտինը, թվերին չի տիրապետում։ Այստեղ տիրապետելու, չտիրապետելու խնդիրը, թե այնուամենայնիվ այլ ենթատեքստել գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի շրջանառությունը, տնտեսական պետք է լինի շատ ավելի բարձր։ Ինչու՞։ Ուրեմն տեսեք, մի բան է, եթե ինքը
ասենք ուզենար այդ քաղաքական նպատակով այդպիսի բան ասեր, ինքը սխալ թվեր չէր հրապարակի, որ իրան խայտարակելու հիմք էր դառնալու։ Այսինքն այստեղ թյուրիմացություն է բարձր։ Ոչ թե թյուրիմացիան տեղյակ չի, ինքը նույն ձև ոնց որ դիա գեներալները բերում զեկուցում էին, ասում են Կիևը 3 օրում գրավելու են գերիչներ, փուչիկներով մեզ դիմավորելու են, դրա համար նույնիսկ որոշում էր կայացվել, ուրեմն շքահանդեսի բաներ, շորեր, դրոշներ, փուչիկներ, տանկերի մեջ հրթիռների փոխարեն այդպիսի զիբիլ են լցել, որ տանեն բանում պարադան են։ Շքերթ անեն Կիևում։ Նույն կերպ իրեն զեկուցել են, որ այդ 5 միլիարդը, որ դրա համար ծախսել են, ի նպատակ են գնացել, այլ ոչ թե կերել ենք։ Նույն կերպ իրան զեկուցում են, որ ամեն ինչ պլանով է գնում, ինքը ելնում ամեն անգամ ասում է, հա, всё идет по плану եւ այլն։ Այսինքն դուք համաձայն եք, որ Ադրբեջանի դեպքում Պուտինը ինչ ասեց, այս ամբողջը ես պարզապես 3 չառաջորն են ինձ ասել, ես չգիտեի ինչ իրավիճակ է։ Եվ Ադրբեջանի ուրեմն Ալիևը ասեց, հա, լավ, դե շնորհակալություն, որ դուք սրանից հետո իմանալու եք։ Դուք համաձայն եք այդ մասով այդքան է համաձայն չէ, որտեղ այդ մասով կոնկրետ իր ու Ալիևի անձնական շփումների եւ անձնական պայմանավորվածությունների խախտում է տեղի ունեցել ժամանակին եւ դա եղել է անցած տարվա հուլիսին։ Ես միշտ դրա մասին ասում եմ։ Այդ պատմությունը չի սկսվել օթանավի խոցումից, սկսվել է անցած տարվա հուլիսից, երբ որ Ալիևը, որը միջև այդ անդադ ասում էր, որ նոյեմբերի 9-ին 9-րդ կետը պետքա պահպանվի եւ այնտեղ ռուսական FSB պետք է կանգնած լինի, որի պատճառով արևմուտքից իրան ճշում էին, սխում էին, ասում են չհասկացանք, բա ասում ես մեր կողմնակիցն ես, բազմա Ռուսաստանի խամաճիկն ես։ Հայերը դաժե տենց բան չեն ասում են ոչ մի FSB-ն դե չպետք է կանգնի, դու ասում ես չէ FSB պետք է կանգնի։ Բայց անցած տարվա հուլիսից ինքը փոխեց այդ բանը եւ ասեց որ չէ այդ բան չի արդեն ակտուալ չի այնտեղ ռուսական FSB-ն եւ ռուսները ասեցին ոչ թե ակտուալ չի Ղարաբաղը տվեցինք քեզ հայերին այնտեղ բռնակ գաղթեցրեցիր մեր համաձայնությամբ մեր թողտվությամբ մեր զորքերն էլ հանեցինք այդտեղից այսպես կոչված խաղապանը այդ ամեն ինչ ուզեցիր արեցինք միայն թե դու այդ 9-րդ կետը ապահովես իսկ այդ ապահովելը պետք է լիներ հարձակվելով Ռուսաստան գար մեզ փրկեր այնտեղ իրենց FSB-ն արդյունքում կանգնացներ Հայաստանն էլ իշխանապողություն անեն իրենցով անեն Այդ է պլանը պայմանավոր դու այդ գլխից այդ ամեն ինչ ստացար ու մեր գլխից թռնում ես դե հիմա կտենաս ու այդ կտենասը սկսվեց դեկտեմբերին օթանավը խոցելուց հետո տեսան չհասկացավ կամ կոտոշները տնկեց ասեց աղմուկ բարձրացեց աշխարհով մեկ թե բան ներողություն պետք է խնդրես եւ այլն ասած ոնց չհասկացա ուրեմն ավելի լավ կհասկացնենք սկսեցին կուլակաթափ անել ադրբեջանցիներին մեր կողքու էլ ցուցադրաբար սպանեցին ու հենց մի քանի օրից առանց իրենք իսկ փորձակնություն անելու ուղարկեցին Ադրբեջան որ այնտեղ փորձակնություն անեն ու տեսնեն ինչ դաժանությամբ են սպանել երկուսին հիշենք Պերմյակովի ակցիան էստեղ սարսափեցնելու հա այդտեղ Հայաստանի իշխանությունները Սերժենց որոնք որ չէին համաձայնվում Լավրովի պլանին եւ այնտեղ այսպես ցուցադրական ակցիա կազմակերպեցին Պերմյակովի գլխին սարքեցին որտեղ Պերմյակով չէր կարող մի հոգի այնտեղ ոնց որ մեր փաստաբաններն են ասում մի հոգով այդպիսի սպեցօպերացիա չէին կարող հնարավոր չի իրականացնել Էտա KGB ռուսական KGB գործելավոճը դա է եւ Տեսան էլ չի ազդում, սկսեցին արդեն տնտեսական պատժամիջոցներ, ադրբեջանական ներկումներ արգելել, սանիտարականից սկսած մինչև ԵԱՏՄ-ի շրջանակներում որոշեցին սահմանափակումներ մտցնել պլաստիկ եւ բանի ներկրման վրա, որ 800 միլիոնի մենակ պոլիստեր եւ պլաստիկ էին արտահանում Ադրբեջանից բան։ Այդ էլ սահմանափակելու եւ Ալիևը տեսավ, որ խնդիր է առաջանում, սկսեց ինչ որ մեսեջներ բան անել Պուտինին, բայց Պուտինը մյուս կողմից տեսավ, որ իրանք տնտեսական լուրջ վնասներ են կնում նաև Ռուսաստանը եւ այս թուլացման պայմաններում ավելի լավ է ինչ որ այլ ձևերով պայմանավորվել այդ չգիտեմ թե այլ ձևը որն է որտեղ այդ ցուցադրական են ինչ որ խոսացին կամերաների առաջ մի բան է թե ինչ են պայմանավորվել Ինչի դիմաց է այդ ջերմացումը գնացել, ինչի հաշվին, ով է վճարելու, հա, կոպիտ ասած։ Հայաստանը բարեբախտաբար հիմա հնարավորություն ունի չվճարելու, որտեվ ասում եմ, Տրամպի ուղի կա, ամերիկացիներն են մտել այդ ճանապարհի վրա կանգնել եւ այդտեղ արդեն տենց հեշտ Ալիևը չի կարա քիթ խոթի։ Նու մաքսիմում կարող է Պուտինը համոզած լինել Ալիևին, որ կամ դու որևէ կերպ մասնակցի այդ կարգավորումներին այդ ճանապարհի անցուդարձի, որ ես քո միջոցով գոնե կարողանամ այնտեղ ներկա լինեմ, կամ գոնե այդ խաղաղության պայմանագիրը մի վավերացրա միջև ընտրությունները, որ կարողանանք մեր խամաճիկներին այնտեղ իշխանության բերենք։ Այդ երկու բանը կարար Ալիևը իրան տար։ Գուցե դրա շուրջ եղել է պայմանավորվածություն, թե չէ այտենց հեշտ Պուտինը չեմ կարծում զուտ այն պատճառով որ տեսնում էր որ տնտեսական վնասներ ա կրում հրաժարվել, իսկ տնտեսական վնասները երկուստեք բավականին լուրջ է։ Դուք գիտեք որ Ռուսաստանը իր նավթը արտահանում էր նաև ադրբեջանականի անվան տակ։ Ադրբեջանական նավթը գնում էր Նովորոսիիսկ, ռուսները բերում են իրենց նավթը խառնում են հետը, այն համամասնությամբ որ չազդի որակի վրա եւ որոշակի չափանիշներին համապատասխանում, նոր դա արտահանվում էր ադրբեջանականի անվան տակ։ Բոլորն էլ դա գիտեն։
Ռուսները բռնեցին ինչ արեցին մի պահ, մասամբ էլ Բաքու Ջեհանում էր դա արվում։ Բաքու Ջեհանում բռնեցին Ուրալսի հետ այնպիսի չափաբաժին վնասակար նյութեր խառնեցին, որ Ադրբեջանը վնաս կրեց, խայտարակ եղավ։ Էլ չեմ ասում են գազատար բանը, որ պայթացրեցին Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող, այդ կարգի բաներ սկսեցին անել, հասկացնելու, որ դու մեզանից կախված ես այդ առումով, բայց իրանք էլ Ադրբեջանից են կախված իրականում, որտեղ իրանք իրաց նավթը հիմա չեն կարողանում։ Ну, մեծ ծավալներ չի իհարկե, ֆանտաստիկ ոնց որ Հնդկաստան, Չինաստան ծախում են, չէ, այդ ծավալները չի։ Նույնիսկ Թուրքիային վաճառվող ծավալները չի, ուղիղ որ վաճառում են եւ նույնիսկ Տրամպը Թուրքիային ասաց այդ մի բանից պետք է հրաժարվեք, չէ, դրա համար էլ չստացվեց գործարքը։ Տրամպի ուզածը դա էր, դրա դիմաց էլ թուրքերը ասում են, բան, F-35-եր եւ այլն, չէ, այդ ռազմական սահմանափակումներ, պատժամիջոցներ հանի, չհամաձայնվեցին թուրքերը այդ նավթից գնումներից հրաժարվելու, որտեղ իրանք հսկայական շահույթներ են ստանում այժմ նավթ գնելով Ռուսաստանից։ Տրամպն էլ ասաց, դե ուրեմն ոչ մի F-35 չի լինի։ Ամենայն դեպս տեսանելի չի, որ որևէ բանի համաձայնվել են։ Հիմա նոր բան է խնդրել Տրամպը, Համասին գնա ասա, որ համաձայնվի, չէ։ Համասի համաձայնություններից մի օր առաջ այդպիսի արտահոսք եղավ, որ չեմ հիշում, արտահոսքը թե նույնիսկ Տրամպն էր ինչ որ ձևով արտահայտվել դրա մասին, որ Էրդողանին ասել է, ես քեզ շատ եմ լավություն արել, այդ մի լավությունն է դու ինձ պետք է անես, պետք է Համասին ասես, որ ստորագրի այդ իմ ասած պայմանավորվածությունները, բայց դա ինչ նշանակում։ Այսինքն Համասի պապան պարզվեց ով է։ Ինչ Իրան, Իրանի վրա են շարանում։ Պարզվեց Համասի պապան Էրդողանն է, որ Էրդողանը կարա ասի համաձայնվի թե չհամաձայնվի։ Նույնիսկ Եգիպտոսին չի դիմել Տրամպը։ Այսինքն գիտի, չէ՞ ում է դիմում։ Դրա համար էլ Իսրայելը տենց կատաղած է եւ թուրք-իսրայելական հարաբերությունները Պապան էլ Միացյալ Նահանգներն են եւ ստացվում է Թուրք եւ Միացյալ Նահանգներ։ Այդտեղ ես ձեր հետ կվիճեմ։ Ես չեմ ասում, ես հարցնում եմ։ Չեմ էլ ուզում ասեմ, որ հակառակն է, իրականում Միացյալ Նահանգները հեգեմոն է, բայց Իսրայելի հանդեպ Նետանյահուն է պապան, հա։ Չէ, Իսրայելի հանդեպ քաղաքականությունը Նետանյահուն արդյունավետորեն վերահսկում է։ Չի ամբողջությամբ ուղղորդում 100%-ով, դա էլ չափազանցություն կլինի, բայց էական ուղղորդում ունի եւ ազդեցություն ունի հսկայական որոշակի գործիքակազմի շնորհիվ։ Ավելին ասեմ, Մերձավոր Արևելքի հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականությունը էապես ազդված է Իսրայելի կողմից եւ 2020 թվականի պատերազմից հետո հիշում եք, ես ձեր մոտ հենց ասել եմ, որ սա Ամերիկայի թույլատվություն, Տրամպի թույլատվությունը ստացվել է նաև Նետանյահուի միջամտությամբ։ Էրդողանի եւ Նետանյահու երկուսն շատ լավ են բան Տրամպի հետ, բայց շատ լավ լինելը քիչ էր։ Միացյալ Նահանգները այստեղ կորցնում են։ Իրենք հնարավորություն ունեին այստեղ միջազգային զորքեր բերելով, սկանդինավյան զորքեր բերելով իրենց ազդեցությունը մտցնել Արցախ։ Այսինքն իրենց շահերի դեմ գնացին, որովհետեւ Իսրայելի կողմից այդ ազդեցությունը եղել էր։ Հիմա թե ոնց էր համոզել Նետանյահու ինչեր էր բան արել, բայց Տրամպը ազդված էր այս տարածաշրջանում իսրայելյան քաղաքականությամբ, դրա համար համաձայնվեց Ամերիկայի շահերը զոհաբերելով այդ քայլին գնալ, չէ՞։ Ուզում ասեմ, այնպես չի, որ Ամերիկան է Իսրայելի պապան, հա, չէ, այդպեսի բան չկա, Իսրայել բավական ինքնուրույն խաղացող է եւ այդ առումով Համասի վրա Թուրքիայի ազդեցության մասին իրենք շատ լավ էլ տեղյակ են եւ այդ հարաբերությունների սրումը իսրայելա-թուրքական նաեւ դրա հետ էր կապված։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue,
Հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եվս մեկ հետաքրքիր թեմա կա, որը ձեզ հետ էի ուզում անպայման քննարկել։ Մենք հիշում ենք, որ Բաքվում, չէ, Գաբալայում, Ադրբեջանում թուրքական պետությունների կազմակերպության, ուրեմն ղեկավարների պետությունների ղեկավարների ինչ որ գագաթնաժողով էր եւ Գաբալայի հռչակագիր ընդունվեց եւ կրկին օգտագործվեց Զանգեզուրի Միջանցք ձևակերպումը, դրանից առաջ Ալիևն էր այդ Գաբալայում հավաքվածներին ողջունել եւ կրկին անգամ այսպես ընդգծված նրանք ամեն կերպ նախադասություններ են կազմում, որտեղ անպայման լինի Զանգեզուրի Միջանցք։ Եվ այդպիսի հարցով Armenpress-ը դիմեց ուրեմն վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին եւ Նազելի Բաղդասարյանը ասեց թե ոնց այդպիսի ինչու ենք մենք հանդուրժում կամ ինչպես է գնահատում ավելի շուտ հարցը այդպես էր, ինչպես է գնահատում այդ Զանգեզուրի Միջանցք ձևակերպման օգտագործումը եւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տվեց հետեւյալ պատասխանը. Ես մի քանի անգամ անկեղծ ասած հենց Armenpress-ում ընթերցել եմ բուն պատասխանը, որովհետև ինձ մոտ հարցեր առաջացան, ես հիմա այդ հարցը կուղեմ ձեզ։ Եվ այսպես Նազելի Բաղդասարյանը ասում է հետևյալը. Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կապ չի կարող ունենալ, չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Այսինքն, ինչպես է պետք հասկանալ Զանգեզուրի Միջանցք ձևակերպումը Հայաստանի տարածքին չի վերաբերում ոչ մի ձևով, շարունակություն կա իհարկե Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Ուստի Զանգեզուրի Միջանցքը նորից հետ եմ գալիս ներողություն, որ կրկնում եմ, չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Բայց ինչին է վերաբերում Զանգեզուրի Միջանցքը։ Ընդհանրապես մամուլի խոսնակը կրկնում է վարչապետի այն խոսույթը, որ ազգային ժողովն ասեց, որ հավանաբար Ադրբեջանը եւ Ալիևը նկատի ունի Զանգելանից միջև Հորադիս ընկած այդ հատվածը, որը իրենք անվանում են էլի Զանգեզուր, հա, արևմտյան Զանգեզուր են անվանում, չէ, արևելյան Զանգեզուր են անվանում, եւ հավանաբար այդ տեղի հատվածը նկատի ունի, բայց մի քիչ չի բռնում իրար, որովհետեւ երբ որ Ալիևը ասում է տրիպը անցնելու է Զանգեզուրի միջանցքով, այդտեղ արդեն ինքը նկատի ունի հենց Հայաստանի տարածքը, որովհետեւ Հայաստանի տարածքից դուրս տրիպ չկա։ Տրիպը զուտ Հայաստան տարածքին վերաբերող այդ հատվածն է, ընդ որում բարձել չի այդ միայն Մեղրիի հատվածն է, թե հյուսիսային հատվածներում էլ կարող է լինի, որտեղ գազամուղ նավթամուղն է անցնելու, որտեղ Ալիևը արդեն մի անգամ արտահայտվել է, որ ինքը շահագրգռված չի, որ Մեղրիի տարածքով անցնի եւ սահմանին Իրանի սահմանին մոտ անցնի այդ գազատարը նավթատարը։ Նույն պատճառով ինչի այդ վտանգ կա Վրաստանում անցնող նավթատար գազատարը Ռուսաստանին մոտիկ լինելու։ Ռուսաստանը կարող է խոցի, այստեղ էլ Իրանը կարող է խոցի։ Դրա համար ինքը ասում է, շահագրգռված եմ ավելի հյուսիսով անցնի։ Այսինքն տրիպը, որ նաև գազատար նավթատարն ներառում, իր մեջ նաև Հայաստանի այլ տարածքներ է պարունակում։ Եվ դա զուտ հայկական պրոբլեմ է, հարց է, հա։ Ոչ պրոբլեմ է, այլ թեմա է, հա։ Այնպես որ պետք է մի քիչ ավելի ճշգրիտ լինել այդ հարցերում եւ զգուշ լինել եւ այստեղ ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, նաեւ վերադառնալով ձեր նախորդ հարցին։ Տեսեք 23 թվականին, երբ որ հայաթափվեց Արցախը եւ Թուրքիան որոշեցին, որ արդեն ժամանակն է
մեծ ճանապարհները Թուրքիայով անցկացնելու եւ իրենց երազած Զանգեզուրի միջանցքը կամ գոնե հայկական որևէ թույլատրությամբ ճանապարհ, բայց ամեն դեպքում այդ ուղիները որ բացվեն, հենց այդ ժամանակ ընդամենը 2 ամիս հետո, 2 չէ, մի 2 շաբաթ հետո, ներողություն, ինչ 2 ամիս հետո։ Սեպտեմբերի 26-27-ին էր վերջնական, որ հայությունը բռնագաղթեցվեց այնտեղից, եւ դրանից հետո 1-2 շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Համասի այդ հարձակումը։ Եվ հիմա արդեն ավելի ակնհայտ է, որ Էրդողանը ինչ ազդեցություն ունի Համասի վրա, մենք կարող ենք մտածել, չէ, որ պայթեցնելու նպատակը, չնայած այնտեղ նաև ռուսների համաձայնությունը եւ միջնորդումը կարող լինի, որտեղ Համասի վրա նաև ռուսները ազդեցություն ունեն։ Համասը նաև Պուտինի մոտ է գնում բարբերաբար գալիս, հատկապես մինչև հոկտեմբերի 7-ը, պատվիրակություններ էր, որ գնում են Պուտինի հետ հանդիպում են։ Եվ դուք գիտեք, որ այս միջին միջանցքին կա մրցակից ճանապարհ, որը Իսրայելով պետք է անցներ, որը գալու էր Սաուդյան Արաբիայով, այսինքն Պարսից ծոցով, Սաուդյան Արաբիայով, անցներ Հորդանանով, Իսրայելով եւ գնար դեպի Եվրոպա, որի մեջ Իսրայելը շատ շահագրգռված էր։ Եվ դա մրցակից էր Թուրքիայով անցնելիք եւ Հայաստանով անցնելիք տվյալ դեպքում, ճիշտ է, Թուրքիան կուզեր, որ Հայաստանը ազդեցություն չունենար դրա վրա, բայց բարեբախտաբար հիմա ամերիկացիների շնորհիվ ունենալու ենք։ Եվ մեր աշխարհակական կշիռն էլ աճելու եւ տնտեսական շահաբաժին ենք ունենալու։ Իսկ նստե մեր շահերը համընկնում են Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիան գուցե իր ազդեցությունը Համասի վրա կիրառել է, որ հոկտեմբերի 7-ը լինի եւ պայթի տարածաշրջանը նաեւ զոհաբերեց Համասի նստեության եւ Գազայի պաղեստինցի ժողովրդին զոհաբերեց, որ փոզմիշանի են, որ ասում է, այդ հարավային ուղղությունը, ալտերնատիվ ուղղությունը, այն ինչ որ նաեւ Իսրայելն է շահագրգռված, որ մեր մոտ պայթեցնելով իր տարածաշրջանը եւ իրավիճակը թույլ չտալու այդ միջանցքների գոյությունը, որպեսզի իր միջանցքը դառնար միակը, որտեղ Ռուսաստանը փակվել էր, մեր մոտ էլ եթե փակվում էր, վերջ այդ հոսքերի միակ հարմար ուղին, բացի ծովայինը, որը որ խոցելի էր հուսիտների կողմից, գիտեք, որը որ Իրանի պրոքսին են, հա, Եմենում նստած անդադ հարվածում են, կամ ավելի երկար ճանապարհ Աֆրիկայի, ուրեմն շրջանցելով աֆրիկյան հարավային հատվածով, հա, եւ այլն, այդ շատ երկար ճանապարհ ու թանկ։ Այսինքն, տեսեք ինչ աշխարհակաղակական ուրեմն շահերի բախման կիզակետում նաև հայտնվեցինք այդ ամեն ինչը եւ պատահական չէր, որ այսպիսի ծանր կորուստներ եղան, բայց ել եմ ասում, գոնե այդ ամեն ինչից հետո, այդ ծանր կորուստներից հետո մենք ունեցանք աշխարհակաղակական որոշակի շահաբաժին, որը մեր անվտանգությանն է նպաստելու, տնտեսական զարգացմանն է նպաստելու, նաև հարևանների հետ միասնական շահերի դաշտ է մեզ բերում, որ իրենք էլ են շահագրգռված այսուհետ, գոնե այս պայմաններով իրենց ինչքան էլ իրենց համար անցանկալի էր, բայց արդեն համակերպելու են։ Իրենք շատ դժգոհ են։ Թուրքիայում էլ են դժգոհ, որ Տրամպի ուղի դարձավ դա եւ ամերիկացիները եկան նստեցին։ Եվ իրենք նաև Ալիևից են դժգոհ, որ ինչի համաձայնվեցիր։ Ոչ միայն ռուսներն են դժգոհ, այլ նաև թուրքերը։ Բայց դա հիմա փաստ է արդեն կատարվել է եւ չի կարա հետ նահանջ լինի դրանից, որովհետև Տրամպի պատժամիջոցներից ոչ մեկ բան չի երաշխավորված չի, հա, այն որ ասում է։ Այնպես որ այդ փոխկապակցվածությունը, հա, Տրամպից, այդ փոխկապակցությունը շատ կարևոր է, որ մենք հասկանանք, տեսնենք եւ ըստ դրա նաեւ ճիշտ քաղաքականությունը մեր կառուցենք։ Ես կուզենայի այստեղ ավարտել, բայց վերջին հարցը այնուամենայնիվ տամ։ Այս շաբաթ տեղի ունեցավ Փաշինյանի 2 այցելություն, մեկը ուրեմն Բրյուսելում էր, մյուսը ԱՊՀ երկրներ գնաց Դուշանբե։ Ինչպես է զգում իրեն։ Զուտ այդ տեսանկյունից ենք նայում։ Մենք տեսանք ինչպես այնտեղ ելույթ ունեցավ Փաշինյանը, չենք դիտարկում ինչ ասեց այնտեղ եւ այնտեղ։ Ինչպես էր իրեն զգում այս հարթակում, ինչպես էր իրեն զգում Փաշինյանը այն հարթակում, ավելի նեղացնեմ հարցը, Փաշինյան-Պուտին փոխհարաբերությունները, ինչ տեսանք, ինչպես ենք տեսնում մենք Փաշինյանին այդ հարթակներում։ Բրյուսել գնալուց առաջ Հայաստանում ձևավորվեց եվրոպական ինտեգրման բարդություն արտգործնախարարության շրջանակներում, որը իհարկե կես քայլ է, եւ Եվրաքվե կազմակերպած ուժերը միշտ պահանջել են եւ ասել են, որ շատ ավելի բարձր մակարդակով պետք է համակարգվի մեր ինստիտուցիոնալ ներդաշնակեցումը եւ ինտեգրումը եվրոպական ինստիտուտներին, Եվրոպային, այսինքն առնվազն փոխվարչապետի կարգավիճակ ունեցող մեկը եւ նաեւ բոլոր նախարարություններում այդ վարչությունները պետք է լինեն, որտեղ բոլոր նախարարություններն ունեն եվրոպական ինտեգրման խնդիր։
Բայց գոնե այդ մի քայլը արվեց գնալուց առաջ, որ նաև ֆոնը ձևավորվի, իսկ միջև այդ այս տարվա սկզբին արդեն օրենք էր ընդունվել, էլի Եվրաքվեի նախաձեռնած օրենքը բարեբախտաբար իշխանությունները համաձայնվեցին դրա հետ։ Նաև դա տեղի ունենում Եվրոպայի հետ առևտրաշրջանառության մասնաբաժնի ավելացմամբ, որը կապված է նաև Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության նվազման հետ։ Եվ այդ ֆոնին է նաև, որ մենք գնացինք ԱՊՀ, այսինքն մեր իշխանությունը Փաշինյանը գնաց ԱՊՀ գագաթաժողովին Դուշանբեում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների կրկնակի պակասեցման ֆոնին։ Դե հիմա որտեղ կարող է ավելի լավ իրան զգալ, բարձր չէ, որ ուր է գնում վեկտորը եւ տնտեսական հարաբերությունների, այլ ռազմական չեմ ասում։ Մենք ԵԱՏՄ երկրների հետ ոչ մեկի հետ ռազմական համագործակցություն այսօր փաստացի չունենք եւ հակառակը եվրոպական երկրների հետ ունենք ռազմական լրջագույն համագործակցություն եւ նույնիսկ Միացյալ Նահանգների հետ ունենք ռազմական վարժանքներ, հա, բարբերաբար արդեն երկրորդն է օգոստոսին, որ լինում է, մոտապես 2 ամիս ամերիկյան զորքերը Հայաստանում են լինում։ Իսկ դա եւս մեր անվտանգության բաղադրիչն է, կապ չունի ինչ քանակի զորքեր են։ Ամերիկյան դրոշն է իր ռազմական ներկայությամբ։ Եվ դրա համար ես ասել եմ, որ պետք է ընդամենը 6 անգամ անել այդ զորավարժությունները, որ 2 ամիս ամբողջ տարին զորավարություն լինի հայ-ամերիկյան եւ ստացվի, որ ամբողջ տարին ամերիկյան զորքեր կա Հայաստանում։ Դրանից լավ անվտանգություն ՆԱՏՕ-ի անդամ պետք է չի դրանից հետո եթե այդպիսի բան լինի, հա, այն որ ասում եմ։ Չնայած իհարկե վաղ թե ուշ մենք պետք է դառնանք ՆԱՏՕ-ի անդամ եւ նույն անվտանգային համակարգում լինենք, ինչ որ Թուրքիան է, ինչը էապես կնվազեցնի նաև թուրքական սպառնալիքը։ Ինչքան էլ որ հիմա բարելավման ֆոն կա, այսպես հայ-թուրքական հարաբերությունների հունվարի 1-ից գուցե նաև բացվի երրորդ անձանց համար, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմաններ եւ այլն, բայց մեկը այդ ռետորաբանության եւ այդ ֆոնի վրա հույս դնել չի կարելի։ Միշտ պետք է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել անվտանգությունը, իսկ դա այնա, որ թշնամական բաժանարար գիծ մեր ու Թուրքիայի միջեւ պետքա չլինի։ Եվ դրա երաշխավորը մենակ կարող է լինել այն, որ երկուսս էլ նույն դաշինքում լինեն, կոպիտ ասած, հա, եւ ել չեմ ասում, մենք էլ Եվրամիության անդամ դառնանք, Թուրքիան էլ Եվրամիության տեխնացու անդամ մնա։ Եվ մենք միասնական նաև մաքսային գոտում լինենք Թուրքիայի հետ։ Այսինքն այդ կարգի բաներով, այո, թուրքական վտանգը կնվազի եւ այդ ժամանակ է, որ Ռուսաստանի համար մենք այ վերջապես իրոք արժեք կներկայացնենք եւ վերջապես ինքը հավասար հետ կսկսի մեր հետ հարաբերվել եւ շատ լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի հետ, որտեղ մի բան է, երբ որ ճորտն ու տերն են իրար հետ հարաբերվում եւ անդադ ճորտի հաշվին տերը ինչ զիջումներ ասես, մնացած հարևաններին լավություն ասես, որ չի անում։ Եվ մի բան է, երբ որ ինքը տեսնում է, որ չէ, այստեղ ճորտ չի, արդեն ինքը անկախ պետություն է, որ այդ ինքը ստիպված է հարաբերվել, ոնց որ Ադրբեջանի հետ եղավ։ Ինքը միջև մտածում էր Ադրբեջանը ճորտա, ոչ հետո Ադրբեջանը մի երկու անգամ քթին խփեց իրա ու հասկացրեց նաև իր դիրքավորումով, որ չես կարող այն վրա հարձակվես, ուրիշ տարբերակ չունես, քանց համակերպվես իմ շահերը պաշտպանելու, հաշվի առնելու հետ, եւ հիմա տեսակ խելոք սկսեց հաշվի առնել։ Գնաց մի հատ էլ ներողություն խնդրեց պաշտոնապես։ Մնացած բաներն էլ արդեն այն ինչ պայմանավորվել են կտեսնենք իհարկե, բայց վստահ եմ, որ այնպիսի բաներ չեն, որ մենք չենք կարողանա հաղթահարել Հայաստանի վերաբերող մասը նկատի ունեմ։ Ես շատ շնորհակալ եմ այսօր վստահության համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուշուձյանն էր մեր զրուցակիցը, զրուցը վարում էր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ եւ լավ օր։